Սա սրճարանն է, բայց ոչ մեր բոլորի պատկերացումների սրճարանը։ Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Երևանում եւ Գյումրիում Արցախից բռնագաղթած մեր տարեց հայրենակիցների համար իրականացնում է աջակցության սրճարան ծրագիրը։ Երևանում պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։ Արցախցիներն այսօր ոչ միայն տուն կառուցելու, այլև հոգեկան առողջությունը վերականգնելու, կյանքը նոր էջից սկսելու խնդիրներ ունեն։ Այս ծրագիրը մեկնարկել ենք, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցներին օգնենք հարմարվել կյանքի դժվարին պայմաններին եւ ավելի արագ նրանց ինտեգրել միջավայր։ Նրանց ցավն է համախմբում, այստեղ հայրենիք, զավակ, հարազատ կորցրած արցախցիները փորձում են ուժ գտնել, ապրել եւ ապրեցնել։ Դուրս ես գալիս քաղաք, տրանսպորտում հանդիպում ես քո քաղաքի բնակչին։ Քեզ թվում է թե քո բարեկամին ես հանդիպել։ Որևէ մեկին կողանցնում է այդ արդեն գիտես որ ինքը տենց է ասենց բարևում ես ու գնում ու քեզ լավ ես զգում։ Համար սպասելիքս մեծ է որ կարող եմ մի օր գնանք։ Մի օր գնանք, որովհետև այդ երազանքը, որ ունենում ես, քեզ թվում է թե իսկական է։ Այս կռվում 4 երեխա ենք դրել հողում։ 2 քրոջս, 2 աղբորս։ Մենք ոչ մի բան լավ բան չենք տեսել։ Արցախցիները հավաքվելը շատ լավ է։ Մենք մենակ մտածում ենք այն մասին, որ գնանք մեր տները։ Ես հիմա 2 տունս թողածնտեղ, եկածտեղ ես Իսկ չեմ էլ իմացել, որ ես կարող ապատային մնամ այս վիճակում, ես մենակ եմ։ Ծրագրի փորձնական շրջանը փետրվարն է եղել։ Կազմակերպիչներն ու պատասխանատուներն արցախցիներին համախմբել, նրանց հետ աշխատել, հոգեբանական աջակցություն են տրամադրել, ինչը կշարունակվի եւս 3 ամիս։ Մենք հետաքրքիր զրույցներ ենք իրենց հետ վարում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելով, մեդիտացիա ենք անում, արտ-թերապիա, ձեռքի աշխատանքներով են զբաղվում, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ աշխատանքներ են տարվում ընդհանուր առողջության բարելավման համար։ Մեր օգնությունները կարդիոլոգիա, ներքին հիվանդություններ, գինեկոլոգիա, քիթ կողորդ, աչք, մանկական, հոգեբան, այս բոլոր մասնագիտությունները անվճար բոլորը գնան այցելել եւ այստեղ հիմա ներկաներին կան որ մեր մոտ արդեն այցելում են, խնդրեմ որ իրենք հալ դարածեն որ կան։ Հիշողությունը վերականգնող խաղեր, վարժություններ, հոգեբանի հետ զրույցներ, սոցիալական աշխատողների հետ հանդիպումներ, արցախցի տարեցների հետ բազմամասնագիտական խումբ է աշխատում։ Անում ենք հենց անմիջապես հիշողության համար նախատեսված վարժություն։ 1, 2 Նրանք փորձում են մեր հայրենակիցների վատ հիշողությունները ջնջել, կենտրոնացնել ուշադրությունը հոգեբանական եւ սթրեսային իրավիճակներից դուրս բերել։ 1 գավաթ տաք սուրճի կամ թեյի սեղանի շուրջ են անցնում արցախցիների հանդիպումները, բախտակից ընկերների միջև հաղորդակցությունը ձևավորում է նոր կապեր, ստեղծում միմյանց կողքին լինելու, աջակցելու նոր ճանապարհներ։ Հենց այսպես ջերմ մթնոլորտում արցախցի կանայք զրուցում են, հիշում հայրենի երկիրը եւ միմյանց հույս տալիս, որ վաղ թե ուշ վերադառնալու են Արցախ։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։